Տեսակապի միջոցով դատական նիստերի անցկացումը կարող է դառնալ քրեական արդարադատության համակարգում կիրառվող նոր գործիքներից մեկը։ Հայաստանի ներքին գործերի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել դատավարությունների արդյունավետությունն ու խնայել պետական ռեսուրսները։ Մանրամասները Օֆելիա Արսենյանի պատրաստած ռեպորտաժում։ Քրեական արդարադատության համակարգում թվային գործիքների կիրառումն աստիճանաբար դառնում է օրենսդրական փոփոխությունների կարևոր ուղղություններից մեկը։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ընդլայնել դատական նիստերի ընթացքում տեսակապի կիրառման հնարավորությունները։ Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական նախաձեռնության համաձայն որոշ դեպքերում մեղադրյալները կարող են դատական նիստերին մասնակցել ոչ թե դատարանի դահլիճից, այլ քրեակատարողական հիմնարկներից կամ կալանավայրից տեսակապի միջոցով։ Նախաձեռնության հեղինակների համոզմամբ փոփոխությունները միտված են դատավարությունների արդյունավետության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը եւ պետական ռեսուրսների առավել նպատակային օգտագործմանը։ Սա որոշակի նորամուծություն է քրեական դատավարության օրենսդրությունում, մինչ այդ եղել են կարգավորումներ տեսակապի միջոցով անձանց հարցաքննելու վերաբերյալ, բայց ուղիղ այդպիսի կարգավորում, որ մեղադրյալը կարող է ֆիզիկապես չներկայանալ դատական նիստին եւ տեսակապով մասնակցել դատական քննությանը, չի եղել։ Օրենսդրության փոփոխության հեղինակների տրամաբանությունը նրանում է, որ այս նախագծի ներմուծմամբ պետք է ապահովեն հասարակական կարգի կամ վարույթի հանրային մասնակցի հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, պետք է ապահովի հանցագործությունների կանխումը, ողջամիտ ժամկետում գործի քննության ապահովումը, ինչպես նաեւ վարույթի հանրային մասնակիցների ցուցմունքի արժանահավատության ապահովումը։ Սրանք են այն հիմնական նպատակները, որոնք դրված են օրենսդրության փոփոխությունների հիմքում։ Նախագծի համաձայն տեսակապի կիրառման առաջարկությամբ կարող է հանդես գալ ինչպես մեղադրյալը, այնպես էլ դատարանը, սակայն դրա կիրառման համար պետք է առկա լինեն օրենքով նախատեսված որոշակի հիմքեր։ Նախատեսվում է, որ դատարանը չի կարող կիրառել տեսակապի միջոցով մեղադրյալի մասնակցությունը, եթե մեղադրյալը փաստարկված չի համաձայնվում այդ ձևաչափով մասնակցության հետ։ Սակայն չկան այն չափանիշները, թե մեղադրյալի անհամաձայնության փաստարկված լինելը հատկապես ինչով կարող է պայմանավորված լինել։ Եվ ելի մենք գալիս ենք այնպիսի մի իրավիճակի, որ սա արդեն հայեցողական լուծումներ է պահանջելու, իսկ հայեցողական լուծումների դեպքում բնականաբար մեծ են նաև անձի պաշտպանության իրավունքների, ենթադրյալ խախտումների որոշակի ռիսկերը։ Մասնագետները վեր են հանում նաև պրակտիկ դատավարության ընթացքում նկատվող խնդիրները։ Մասնավորապես քիչ չեն դեպքերը, երբ վկան կամ տուժողը ոչ ամբողջությամբ են իրենց ցուցմունքներում ներկայացնում իրականությունը։ Արդյոք մեղադրյալի իրական մասնակցությունը այս առումով կաշկանդող հանգամանք է դառնում։ Մյուս կողմից կարևորվում է նաև դատավարության դաստիարակչական ֆունկցիան։ Իրավունքը ունի հստակ գաղափարական եւ դաստիարակչական ֆունկցիա, եւ այդ մեղադրյալը հասնելով դատական նիստերի դահլիճ նաև դրանով իրագործվում է իրավունքի դաստիարակչական ֆունկցիան։ Տեղեկատվական տեխնոլոգիան կխաթարի դա, որովհետև մեղադրյալը կհայտնվի մի փոքր ավելի կոմֆորտ միջավայրում եւ տեսակապի միջոցով կհետևի իրեն վերաբերող վարույթին։ Եվ կարծում եմ, այստեղ զուտ իրավական խնդրահարույց անցք իրականում չկա, բայց ես կողմ եմ մի փոքր, որ իրավունքը իր արարողակարգային բնույթը պահպանի։ Եվ շատ կողմ եմ նաև մի փոքր մենք ավելի գնանք այդ արարողակարգի ընդլայնմանը, օրինակ ներդնենք երդվյալ ատենակալների ինստիտուտ, դատական նիստերի դահլիճները լինեն շատ ավելի մեծ եւ հնարավորություն տան ավելի կոմֆորտ միջավայրում իրականացնել այդ դատավարությունը։ Փոփոխությունների փաթեթով նախատեսվում է նաև փաստաբանի պարտադիր մասնակցությունը դատական նիստին, ընդ որում ընդհանուր կանոնով փաստաբանը պետք է գտնվի նույն վայրում, որտեղ գտնվում է մեղադրյալը, ապահովելով պաշտպանյալի հետ անմիջական հաղորդակցությունը։ Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ մեղադրյալը կհամաձայնի, որ իր պաշտպանը գտնվի դատարանի դահլիճում։ Փաստաբան Հունան Բաբայանի խոսքով այս կարգավորումը պրակտիկ աշխատանքում կարող է խնդիրներ առաջացնել։ Առավել մեծ խնդիրներ եմ տեսնում նրանում, որ ըստ օրենսդրական նախագծի կարգավորման մեղադրյալը հնարավորություն ունի տեսակապի միջոցով ծանոթանալ քրեական վարույթի նյութերին, առարկաներին, ապացույցներին եւ այլն։ Կարծում եմ, որ սրա իրագործումն էլ
բավական պրոբլեմատիկա լինելու, որովհետև նույնիսկ իրական ակնադիտական եղանակով, երբ ծանոթանում ես նյութերին, առարկաներին, ապացույցներին, շատ դեպքերում նույնիսկ այդ դեպքում են անհրաժեշտ լինում շատ ավելի խորը ինչ-որ բան ուսումնասիրել, տեսնել եւ այլն, հետեւաբար տեսակապի միջոցով իրապես արդյունավետ ապահովել այդ հնարավորությունը, կարծում եմ բավական պրոբլեմատիկա լինելու, ռեալ չի լինելու։ Տեսակապով դատական նիստերի անցկացումը նոր երևույթ չէ, այն տարբեր ժամանակահատվածներում կիրառվել է նաև Հայաստանում։ Սակայն այժմ խոսքը գնում է այդ գործիքի քրեական դատավարության շրջանակներում առավել համակարգային եւ կանոնակարգված կիրառման մասին։ Քրեական դատավարությունը բավականին լուրջ գործիքակազմ ունի եւ ոչ միայն քրեական դատավարությունը, բոլոր դատավարությունները, վարչականն էլ, քաղաքացիականն էլ, եթե հանրային կարգին բարոյականությանը, այդ թվում նաև առողջությանը, բնակչության վտանգ է սպառնում, դատական նիստերը կարող են տեղի ունենալ դռնփակության ռեժիմում։ Սա կարելի է համարել որպես ծայրահեղ միջոց։ Երբ մեղադրյալը օրինակ տառապում է երկարաժամկետ հիվանդությունով, այստեղ սա շատ արդարացված մոտեցում է։ Բայց հիմա էլ դրա կառուցակարգը կա, հիմա էլ քրեական դատավարության օրենսգիրքը օրինակ թողնում է տեսակապով վկա հարցաքննել։ Հա, եւ այստեղ ընդամենը կարծում եմ չպետք է գնալ օրենսդրական շատ տենց կոնցեպտուալ փոփոխությունների, այլ ընդամենը զարգացնել եղած իրավակիրառ պրակտիկան։ Մասնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես արդար դատաքննության իրավունքի ապահովման խնդիրը։ Իրավաբանները նշում են, որ դատական քննության ընթացքում կարևոր նշանակություն ունի դատարանի եւ մեղադրյալի անմիջական հաղորդակցությունը, ինչպես նաեւ պաշտպանյալի եւ փաստաբանի միջև արդյունավետ կապի ապահովումը։ Հետեւաբար տեսակապի կիրառումը պետք է ուղեկցվի այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն սահմանափակի պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը։ Վիճակագրություն ֆիքսելով, որ 95% դեպքերում մեղադրյալները որպես կանոն իրապես հանցանք կատարած են լինում եւ նրան ամեն անգամ այսպես դատարան կանչելով դատական նիստերին մասնակցել պարտավորեցնելով նաեւ իրավունքը լուծում է իր գաղափարական եւ դաստիարակչական ֆունկցիան դա նաեւ ինձ համար կարեւոր է քրեաբանական տեսանկյունից որովհետեւ դա ունի շատ էական եւ կանխարգելիչ գործոն եւ մյուս կողմից իրավական այսպես մշակույթը պահանջում է որոշակի դատավարական արարողակարգի առկայություն։ Իսկ այդ արարողակարգն է հուշում է, որ դահլիճում առնվազն պետք է գտնվի դատախազ եւ մեղադրյալ, որպեսի դատախազը, այսպես մեղադրյալին զուտ արարողակարգից եմ ես խոսում, ասել ինչի մեջ ես դու մեղադրվում, որոնք են քո դեմ ձեռք բերված ապացույցները։ Դատական նիստին առցանց մասնակցող մեղադրյալի նկատմամբ որպես դատավարական սանկցիա կարող է կիրառվել տեսակապային հաղորդակցության դադարեցումը։ Տեսակապի միջոցով դատական քննության ընթացքում սանկցիայի կիրառումը այն է տեսակապի անջատումը կամ տեսակապի ձայնի անջատումը, որը նախատեսված է նախագծի կարգավորումներում կարող են դիտվել իրավաչափ այնքանով որքանով դատական սանկցիաներ կիրառված են նաև ներկա գործող քրեական դատավարության օրենսգրքում, որն արտահայտվում է մեղադրյալին դատական նիստերի դահլիճից հեռացնելով։ Հետևաբար, եթե մեղադրյալը կարող է ֆիզիկապես հեռացվել դատական նիստերի դահլիճից, այս դեպքում իրավաչափ կլինի նաև տեսակապը դադարեցնելը։ Այս առումով ես որևէ խնդիր չեմ տեսնում, այսինքն այստեղ իրավունքների խախտման խնդիր չկա, եթե իհարկե այդ ամեն ինչի իրավաչափ է։ Ներքին գործերի նախարարությունն իր հերթին շեշտում է նաև նախաձեռնության գործնական նշանակությունը։ Ազատությունից զրկված անձանց դատարան տեղափոխելու գործընթացում պահանջվում է զգալի մարդկային եւ նյութական ռեսուրսներ։ Անհրաժեշտ են տրանսպորտային միջոցներ, ուղեկցող ծառայողներ, անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։ Նախագծի հեղինակների գնահատմամբ տեսակապի կիրառումը կարող է էապես նվազեցնել այդ ծախսերը եւ բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Սակայն այստեղ այլ ծախսեր են առաջ գալիս։ Սա նաև պետական բյուջեի վրա շատ լուրջ ծախս է ենթադրելու, որովհետև պատկերացրեք այդքան դատարաններ, այդքան դատավորներ պետք է հագեցվեն տեխնիկական միջոցներով եւ պետք է գնահատվի նաեւ պետական բյուջեի վրա սա ինչ ռեսուրս կարժենա եւ արդյոք այդ ռեսուրսը արժանի է, որպեսի մենք այդ ծախսը իրականացնենք։ Եթե սա չի բերելու դատարանների շեշտակի բեռնաթափմանը, սա անիմաստ ծախս է։
իրապես անիմաստ ծախս է եւ անիմաստ ռեսուրս է, որ պետությունը ուզում է ծախսել, բայց եթե սա լիներ օրինակ այնպիսի բարեփոխում, որը կբերեր դատարանի ծանրաբեռնվածության թոթափմանը, կարելի էր եւ քննադատորեն չմոտենալ, բայց իմ գլխավոր խնդիրը այն է, որ նախագծի հեղինակները համոզիչ կերպով չեն կարողանում բացատրել, թե այս օրենսդրական փոփոխությունը ոնց կբեռնաթափի դատական համակարգը։ Կառավարությունը կսահմանի տեսակապի կազմակերպման տեխնիկական եւ ընթացակարգային պահանջները։ Դրանք պետք է ապահովեն նիստերի անխափան անցկացումը, դատավարության մասնակիցների նույնականացումը, հաղորդակցության գաղտնիության պահպանումը եւ դատավարական այլ երաշխիքների իրականացումը։ Առաջարկվող փոփոխության վերաբերյալ մեկ հարցում փաստաբանական համայնքը միակարծիք է։ Այսպիսի օրենսդրական հնարավորություն դատարանը պետք է ունենա, բայց դատական նիստին տեսակապով մասնակցությունը պետք է անցկացվի միայն բացառիկ դեպքերում։ Թե որքանով նոր կարգավորումները կկարողանան ապահովել այդ հավասարակշռությունը, պարզ կդառնա օրենսդրական գործընթացի ավարտից եւ հետագա կիրառական փորձից հետո։